Այսպես թե այնպես հասանք Էտարին, Էրեբունիում են։ Սա ամրոցի հիմնական մուտքն է։ Եվ պատկերացրեք, ամեն օր հարյուրավոր մարդիկ բարձրանում ու իջնում էին այսպես տարբեր շորեր հագած, տարբեր գլխաշորերով, նժույգներ հեծած, իշուկներով կամ ուղտերով կամ պարզապես ոտքով, այս աստիճաններով մտնում էին ամրոց։ Բայց Էրեբունին ունի նաև մի երկրորդ պատմություն։ Այն սկսվում է 1894 թվականին, երբ Նորք յուղի բնակիչ Պապակ Տեր-Ավետիսյանը ռուս հնագետ Ալեքսեյ Իվանովսկուն վաճառում է քար, ինչ որ սեպերով։ Իվանովսկին կարողանում է վերծանել այդ սեպերը եւ պարզվում է, որ Արգիշտի արքան Էրեբունի բլուրի վրա ինչ որ մի կառույց է կառուցել։ Պետք էր պեղել։ Պեղումները սկսում են միայն 1950 թվականին։ Արդյունքում, ահավասիկ, մենք Էրեբունիում ենք։ Էրեբունիում է տեղադրված Երևան քաղաքի ծննդյան վկայականը։ Ահա այն։ Մենք բոլորս գիտենք այստեղ սեպագիր ինչ է գրված։ Խալդի աստծո մեծությամբ Արգիշտի Մենուայի որդին այս անառիկ ամրոցը կառուցեց եւ անվանեց Էրեբունի։ Արգիշտին իսկական բռնապետ էր։ Եվ երբ որ ինքը հայտարարեց, որ այստեղ պիտի ամրոց կառուցվի, ինքը չէր մտածում, այստեղ ջուր կա, թե ոչ։ Բայց բռնապետն ասեց, ուրեմն դա պիտի արվի, եւ ուրարտացիները ջուր բերեցին այստեղ Գառնի գյուղի մոտից։ Էրեբունիի թանգարանում այստեղ պահվում է մի եզակի նմուշ։ Այստեղ շատ են եզակի նմուշները, բայց խոսքս այս սրա մասին։ Խաղողի կորիզներ են, որոնք գտնվել են Թեշեբայինի քաղաքում, դա այսօրվա Կարմիր բլուրն է։ Գիտնականները պարզել են, որ այս տեսակի խաղողները մինչև հիմա աճում են Արարատյան դաշտավայրում։ Մասնավորապես խոսքս խարջի խաղողի տեսակի մասին է։ Подписывайтесь на наш новостной канал в Телеграме, чтобы не пропустить последние новости Армении.